Պարոն Ներսիսյան, ինչպես գիտենք, այս տարվանից մեկնարկելու է դպրոցների օպտիմալացման ծրագիրը։ Շիրակի մարզից 40-ից ավելի դպրոցներ են միավորվելու, գիտեք, որ հիմնական թիրախում սահմանամերձ դպրոցներն են, գյուղերում գտնվող, որպես ուսուցիչ, այստեղ ինչ վտանգներ եք տեսնում, իշխանության հեռահար նպատակը որն է այս օպտիմալացում անվանումը ստացած այս գործողությունների մեջ, գիտեք, որ նրանք ասում են ավելի արդյունավետ կդառնա կրթությունը, ինչքանով եք համաձայն նրանց բերած այս հիմնավորման հետ։ Այո, իրենք ծրագիրը անվանում են կրթության որակի հասանելիության ծրագիր, խոսքը վերաբերում է տխրահռչակ նախարարության, տխրահռչակ նախարարի, խոսքը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեռ 2023-ի սեպտեմբերի 11-ին ընդունած տխրահռչակ որոշման մասին է, որտեղ ներառվել են 232 դպրոց սկզբնական շրջանում, հետո մեկ այլ որոշումով ընդամենը մեկ դպրոց է դուրս եկել և 231 դպրոց ըստ էության լուծարում են։ Իրենք ձևակերպում են, որ դա իբր կրթության որակի հասանելիության հարց են լուծում, բայց ոչ միայն որպես ուսուցիչ, այլև կրթության ազգային խորհրդի անդամ մենք համապարփակ գիտական հետազոտություն ենք իրականացրել, պարզելու ամբողջական պատկերը և գնահատելու հետևանքները, բազմաչափ մոդելավորմամբ գնահատելու հետևանքները, պատկերը անհանգստացնող է, եթե չասեմ սարսափելի է, ամենամեծ մասնաբաժինը փակվող դպրոցների ունեն Սյունիքը և Շիրակը, 48-ական դպրոց է փակում, 47 դպրոց Լոռու մարզում, ամբողջ հանրապետությունով է մեկնարկած այս ծրագիրը և ուսուցիչների ամենամեծ համակազմը, որ կրճատում է, մասնավորապես Լոռիում է, 550-ի ասում ուսուցիչների թիվը, Շիրակի մարզում նույնպես պատկերը շատ անհանգստացնող է և ինչ է պարզվում, փակվող դպրոցների գերակշիռ մասը, ճնշող մասը 96%, այսինքն 231 դպրոցից 222-ը միակ դպրոց են համարվում տվյալ բնակավայրի համար։ 57 դպրոց փակվում է սահմանամերձ մարզերում։ Եթե հաշվի առնենք, որ ընդամենը այս 57-ից 3-ն է, որ միակը չեն, այսինքն գտնվում են սահմանամերձ քաղաքներում, Քաջարյանի դպրոցների մասին է, ապա 54 դպրոց սահմանամերձ բնակավայրերում փակվում է, որոնք միակն են տվյալ բնակավայրի համար։ Ինչ է ստացվում, ընդամենը Հայաստանում սահմանամերձ կարգավիճակ ունեն մոտավորապես 170-180 բնակավայր, գրեթե 1/3 դատարկում են գյուղերը, սահմանամերձ բնակավայրերում։ Մենք համոզված ենք, որ սա պարզ դիլետանտության հետևանք չէ, այսինքն որոշել են, փակել են, ինչ որ օպտիմալացնում են։ Սա լուրջ հետևանքներ է բերելու և մասշտաբայնություն է, և ընդանուր պրոցես է, ինքը անդառնալի է լինելու։ Ինչի մասին է խոսքը, որովհետև նախ կրթական ցանցն է ամբողջությամբ նոսրացում, մոտավորապես 8000 աշակերտ այս որոշման արդյունքում ամեն օր ստիպված են լինելու հաղթահարել տասնյակ կիլոմետրեր, որպեսզի կարողանան իրենց սովորական կրթությունը ստանալ, այսինքն հաճախել տարբեր դպրոցներ։ Իսկ մենք գիտենք, որ հիմնական փակվողը նաև լեռնային և բարձր լեռնային շրջաններում է և դա գրեթե անհնար է դառնում։ Ժողովրդագրական առումով արտագաղթի և այլն, սա բերելու է գյուղերի մահվան, այդպես է գնահատվում, սցենարի, որովհետև եթե չկա դպրոց, գյուղը դատարկվում է, իսկ եթե դատարկվում է գյուղը, ըստ էության պետությունը հայտնվում է թուլացած, խոցելի վիճակում։ Եթե դրան ավելացնում ենք, որ սահմանամերձ բնակավայրերն են դատարկվում, փակելով դպրոցը, ապա հեռահար նպատակները ըստ էության պարզ է։ Մենք ամբողջական հետազոտություն ենք իրականացրել, գնահատականները արդեն հրապարակում ենք և փետրվարի 29-ին արդեն կազմակերպում ենք
աշխատաժողով, որտեղ հանրային զեկույց ներկայացնելու այս հետազոտության վրա։ Հույս ունենք, որ այս դաժան ընթացքը, որը մենք վերնագրել ենք Հայաստանի քանդվող ապական փակվող դպրոցներ, հասարակության արթնացման շնորհիվ կոնե կկասեցվի։ Այլապես այդ process-ը այնպիսին է, որ եթե սկսվեց արտագաղթ եւ գյուղերի դատարկում, անհնար կլինի հետագայում վերաբնակեցնել։ Պարոն Ներսիսյան, արդյոք այսպես քննարկումներ ունեցել եք նախարարի հետ, դուք այս հարցով իրեն տեղեկացրել եք, ներկայացրել եք ձեր զեկույցը իրենց Նախարարությանը այսպես առանձնազրույցներ ունեցել եք պաշտոնյաների հետ ներկայացնելու ձեր հետազոտությունը։ Ուրեմն հետազոտության իրականացման ընթացքում եւ նախարարությանն են դիմել տվյալները ստանալու համար եւ մարզպետարաններից են տվյալները ստացել։ Ամբողջությամբ վերլուծությունը պաշտոնական վիճակագրության հիման վրա է, բայց իրենց դիմելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ իրենք որոշումը կայացրել են եւ իրենց բնորոշ հպարտ քայլերով ճակերտների մեջ այդ մեղքը վերցրած իրենք շարժվում են առաջ։ Մենք նախարարությանը բազմիցս դիմել ենք հանրակրթության բովանդակության վերաբերյալ։ Գիտենք ինչ էին անում դպրոցներում, ազգային կրթության խորհուրդը այս հարցով հետամուտ է, բայց ոչ միայն հանրակրթության բովանդակությունն է ապազգայնացված եւ ապարժեքացված, այլև ըստ էության մեր հանրակրթության ֆիզիկական ոչնչացման հեռանկար ենք տեսնում։ Դրա համար հանրային լայն աջակցություն ենք ակնկալում, որպեսզի այս գործընթացը կասեցվի։ Զրույցներ ունեցել ենք փակվող դպրոցների ուսուցիչների, գյուղացիների հետ, իրենք կարծես թե այդ բողոքի էներգիան ալիքը կուտակված է իրենց մոտ, անհրաժեշտ է որպեսզի այն ունենա հասցեատեր եւ այս գործընթացը կասեցվի։ Պարոն Ներսիսյան, գիտենք, որ այս իշխանությունները շատ են խոսում բարեփոխումների մասին, որոնցից մեկն էլ կամավոր պարտադիր ատեստավորումն է ուսուցիչների, որպես կարևոր ձեռքբերում նշում են, որ ուսուցիչները 700-ի հասնող աշխատավարձ են ստանում, որպես ուսուցիչ, ինչ կասեք այս մասին, այս ատեստավորման մասին, եւ արդյոք ճանաչում եք ուսուցիչների, ում աշխատավարձը 200-ից հասել է մինչև 700,000-ի։ Անկեղծ ասած 700,000 չեմ էլ պատկերացնում ոնց է հնարավոր։ Ես ինքս գրեթե 30 տարի դպրոցում եմ աշխատում, ամբողջապես պատկերացնում եմ հանրակրթության ոլորտը, 700,000 եւ 4-րդ տարակարգի եւ 90+ ատեստավորման արդյունքում 1.5 տրույկի պայմաններում ես չեմ պատկերացնում ոնց են հասցրել, դժվարանում եմ ասել, բայց հերթական շոուն է։ Ինչ վերաբերում է կամավոր այսպես պարտադիր ատեստավորմանը, այստեղ էլ խորքային թերություններ կան եւ խորքային թերությունների վերաբերյալ մենք նորից հետազոտություն իրականացնել ենք, շուտով կհրապարակենք։ Գործընթացը միտված է ըստ էության ուսուցչի անընդհատ լարվածության մեջ պահելու։ Ուսուցիչը որպես հասարակության մտավորական շեր այսօր ծանրաբեռնված է բավականաչափ ավելնորդ զբաղմունքներով, թղթատարությամբ եւ այլն եւ բացարձակապես հնարավորություն չունի հասարակական կյանքի, այն կյանքը, որը ըստ էության հիմա մեզ կահավիժում է ազգային անկման կյանքին, հաղորդ լինելու եւ իր կարծիքը հայտնելու։ Դրա համար բոլորը համակերպվել են։ Ամբողջապես ըստ էության պլանավորված քաղաքականություն է, դա արդեն իրենք չեն թաքցնում, թե ինչ են անում, եւ ճակերտավոր բարենորոգումները, որոնք իրականացվեցին, մենք տեսել ենք ուր ենք հասել։ Սա ուղղակի կործանման վերջին ենք մոտենում, չեմ ասում սկզբին, որովհետեւ 2020-ից այդ դժոխային ընթացքի մեջ ենք։